բացվեցին պապիկի տան դռները, տնից դուրս եկան 4 հաղթանդամ երիտասարդ, ամեն մեկի ձեռքին մի հրացան։ Եվ հումոր կար, և տխրություն կար։ Կար ռեալ նկարահանված կադրեր։ Պապին փողը վերցնում է, բանդային զինում է, անում են սարերը ու հորս ասած վերջացավ գնաց։ Մենք իր հետ քայլեցինք, իր հետ հուզվեցինք, իր հետ ապրեցինք։ Ներկայացումը դեռ 8000 կիլոմետր ճանապարհել ունի իր առջևում։ Պապեն տատինով է, տղես թուրքին այն ինչ-որ բանա վաճառում, պապեն պաղպաղակ վաճառողով է, այն մեկով է թուրքա, այնով է թուրքա, թուրք են տղես վերջն հարցը չտաս։ Բա ասում էիր Արևմտյան Հայաստան եմ գնում։ 8000 կիլոմետր Արևմտյան Հայաստանով, ապրիլի 25-ին Գլենդելի պրեսբիթերյան եկեղեցու սրահում, հասցեն Հարվարդ Լյուիս Խաչմերուկ։ Եկեք պատմեմ ձեզ աչքովս տեսածը, եկեք տանեմ ձեզ մեր երգիր։ Բարի երեկո իմ շատ սիրելի հեռուստադիտող, ես Գայանե Ավետիսյանն եմ, Հորիզոնի եթերում կրկին տեսակետն է, եւ այսօր ունեմ հրաշալի հյուրեր։ Սամվել Թոփալյանը, հրաշալի տաղանդավոր դերասան եւ հրաշալի իմ շատ սիրելի պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը։ Իդեպ, Սամվելը քիչ առաջ է ժամանել Միացյալ Նահանգներ օդանավակայանից միանգամից տեսակետի տաղավար։ Բարի երեկո, ինչպե՞ս եք։ Բարի երեկո, լավ ենք։ Մենք էլ քեզ ենք շատ երախտապարտ, որ հնարավորություն ես ստեղծել, հարգելի գեղեցկուհի Գայանե Ավետիսյան, որ հրավիրել ես այսօր եւ մենք հնարավորություն ունենք խոսել եւ Կիսվել, պատմել, ներկայացնել, այո։ Ներկայացման մասին եւ մնացած բոլոր իվենտների մասին, որը այսօր։ Ես միշտ այո, շատ ուրախ եմ ձեզ այստեղ տեսնել, Սամվել առաջին անգամ է, դուք արդեն պարբերաբար լինում եք իմ տաղավարում եւ ես միշտ փորձում եմ լինել այն հետաքրքիր արվեստասեր մարդկանց կողքին, ինքս էլ իհարկե արվեստից հեռու չեմ, որպեսզի այսօր կարողանանք համախմբվել եւ մեր պատմությունը չմոռանալ։ Այո, հենց այդ մեր պատմությունը չմոռանալու մասին է այն հետաքրքիր նախագիծը ներկայացումը, որը ապրիլի 25-ին 7:30 հնարավորություն կունենանք վայելելու։ Իսկ հիմա արդեն պատմեք, թե ինչի մասին է խոսքը։ Ընդհանրապես կարմիր գծով իմ ողջ ուրեմն կյանքի ընթացքում բոլոր իմ գործերը, ինչ որ արել եմ, այսպես թե այնպես կախված են եղել արևմտյան Հայաստանի հետ։ Եթե հիշում եք Մեակուլպա ներկայացումը, որ հենց սյուժեի հիմքն էր, որ արևմտյան Հայաստանի մեր պապական պատմական հողերը վերադառնում են մեզ եւ մենք որոշում ենք պատրաստ ենք թե մենք դրան թե ոչ։ Եվ երբ Սամվելը Երևանում ստեղծեց իմիջիայլոց ինքն է գրել սցենարը։ Այո, հեղինակն է։ Հեղինակը եւ կատարողը, այսպես ասած, այո։ Իսկ ռեժիսորը Մալյան Նարինե Մալյանն է։ Երբ ես լսեցի, որ ներկայացումը հենց դրա մասին է, Արևմտյան Հայաստանի մասին, այն ճանապարհորդության մասին, որ ինքը 8000 կիլոմետր Արևմտյան Հայաստանով ճանապարհորդել է, տեսել է ամեն ինչ, շփվել է մարդկանց հետ եւ այդ հուզմունքների, այդ տպավորությունների հիման վրա ստեղծել է այս ներկայացումը, ապա միանգամից, ճիշտ ասած, ես էլ հուզվեցի։ Ֆինալում ես ուղղակի արդյունքներ գնացին, գիտես ինձ շատ դժվար է հուզել ներկայացումով կամ բայց վերջում թեման այնպիսին է, որ ես հուզվեցի, չնայած միջև այդ այսպես կարդիոգրամմայի պես, հա, ներկայացումը այնպիսի տեմպո ռիթմ ունի։ Այսինքն եթե սա արևմտյան Հայաստանի մասին է, չի նշանակում, որ սա ողբ է եւ այլ։ Այսպիսի, այսինքն մենք ես եւ ծիծաղ կա եւ անկեղծություն կա եւ ինտերակտիվ, այն որտեղ այո, ինտերակտիվ շփում հանդիսատեսի հետ եւ այլ։ Երբ ես տեսա իմիջիայլոց ինքը ցույց տվեց ինձ, ես չեմ տեսել թատրոնում, այլ տեսել եմ վիդեոն։ Հյուրախաղերը Ավստրալիայում, Սիդնեյում, Սիդնեյի հյուրախաղերի եւ ես ուզվեցի նաև այդ հավաքված, հա, մեծ դահլիճի հավաքված մարդկանց ուզմունքն էլ ինձ ուզեց, որտեղ այս ներկայացումը ըստ ինձ շատ կարևոր է այսօր, շատ կարևոր է մեր պատմական հիշողությունը, մեր պատմական
մեր գենի հայ գենի կոդը ֆիքսելու, չմոռանալու, Այո, պարտադիր դիտելու ինչը որ ասեմ շատ դժվար է այսօր։ Այո։ Հասկանում եք ինչի մասին եմ ասում։ Այսօր, երբ որ կարծես թե Արարատ Սարը այդքան բան չի, Էլմերը չի։ հա, Էլմերը չի կարծես, հա, եւ գերբի վրա չպետք է լինի, եւ կարծես թե այդ 110 տարվա պատմությունը արդեն կարծես այդքան հարմար չի այսօր մեզ, կարծես։ Մենք իրավունք չունենք լռելու, այո։ Մենք իրավունք չունենք լռելու, առանձնահատկապես ուրեմն ես եւ Սամվելը ինձ թվում է, ես իր հետ խոսակցություն ունեցել եմ եւ իր արմատները արևմտյան Հայաստանից են եւ իմ արմատները 4 արևմտյան Հայաստանի քաղաքներից են գալիս։ Մի կողմից Ղարս Էրզրում, մյուս կողմից Վան Բիթլիս։ Եվ ես ինձ միշտ չգիտեմ դա ինչ է, բայց ներքին մեծ նշանակություն է ունեցել այդ հողերի պատմությունը, այսպես ասած, այդ հողերի պատմական իմ պապերի հողերի պատմական կորուստի պատմությունը։ Կարոտի կանչն է։ Կարոտի կանչը, այդ գենը միշտ իմ մեջ խոսացել է, ես միշտ եւ միակուլպա ներկայացումը տես կփաստի Սամվելը, որ ներկայացումը 17 տարի Ես դեռ ուսանող էի, որ Այո, ուսանող էինք, որ նայում էինք, այո, միակուլպա ներկայացումը գնաց, որի main գաղափարը, գլխավոր գաղափարը նա էր, թե արդյոք մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ մի օր այդ հողերը վերադառնան մեզ։ Արդյոք մենք պատրաստ ենք իրացնելու եւ Այո։ Բայց 17 տարի, պարոն Համբարձում, կներեք, որ ընդհատեցի, 17 տարի է անցել, հա, այդ գաղափարից, բայց մենք դեռ պատրաստ չենք։ Չէ, դեռևս, այսինքն մենք ամեն օր ապրելով, թեկուզ որտեղ ուզում ես ապրի, դա հայ լինելը քո սրտի մեջ է, ամեն օր ապրելով, մենք ինքներս պետք է մի քայլ անենք դեպի առաջ, որպեսզի հայ անունը չբնաջնջվի պատմության։ Իսկ դա ինձ թվում է ամենօրյա աշխատանքի, ամենօրյա ամեն մեկս մեր ճիշտ տեղում լինելու, ցավոք սրտի ամեն ինչ խախտված է։ 2018 թվականին մենք գնացինք Արևմտյան Հայաստան, պտտվեցինք Վան, Մուշ, Էրզրում, Արդահան, Բիթլիս, մի խոսքով ամբողջ միայն Սասունում չեղանք, ելնել թուրքերն ու քրդերը իրար մի խոսքով կրակել էին, ապահովության համար չգնացինք։ Ու այդ հաղորդաշար էիք նկարել։ Բարեվերգիր հաղորդաշարն էր, որի թույլտվությունը չունենք։ Մենք այդ 8000 կիլոմետրը անցել ենք, գաղտնի ենք նկարել։ Մի կերպ բրցնելով ինչ-ինչ փորձանքներից, ծպտված հայերի տեսնելով, խոսելով, որոնք վախենում էին բարձրաձայն նայեն իրենց ազգային պատկանելության մասին, ու անցավ 6 տարի, մեկ էլ ես ինքս ինձ հարց տվեցի, ու հիշելով Սարոյանի մի շատ հետաքրքիր ֆրազա, ասում է, ես գրում եմ, որ հիշեցնեմ, դուք կարդում եք, որ չմոռանաք։ Այսինքն շատ պարզ բան կա։ Իմ զգացողությունները, տեսածը, զգացածը ես ուզեցի բարձրաձայնել, առավելևս այս մեր օրերում իսկապես դրա պահանջը, կարծում եմ, ու կարևորությունը կա։ Ու այսպես ասեմ, ներկայացման մեջ կա այդ կտորը, որ տղաս հարցնում էր ուր ես գնում, պապ, հետո որ վերադարձանք արդեն նստած նայում էինք տանը, հաղորդումը ասեց, այնով է, պապ, ասեցի թուրքա, այնով է, թուրքա, ասեց, պապ, ասում էիր Արևմտյան Հայաստան եմ գնում։ Ու սա մի հարց էր, որի պատասխանը ես չունեի, բայց անպայման ուզում էի գտնել ինչ-որ մի ձև պատասխանելու ու հասկացա, որ այո, Արևմտյան Հայաստանն է, քանի դեռ մենք մեր մեջ ունենք դա, մեր մեջ պահում ենք, ու նաև դա պիտի ուղղակի չհիշել ու նստել, դրա համար պիտի աշխատել, ջանք թափել, քրտինք թափել ու մի օր վստահ եմ, արածի արդյունքը լինելու է, միանշանակ այդպես է, թե չէ նստել բողոքելով կամ ընդհանրապես հիշելով կամ մոռանալով կամ չխոսելով նույնիսկ իհարկե, որովհետև եթե նույնիսկ մարդուն, եթե շատ մտերիմ մեկին մոռանում ես, հանում ես քո հիշողությունից, վերջ, էլ չկա ինքը քեզ համար։ Իսկ ես ուզում եմ, որ Արևմտյան Հայաստան այդ, այսպես ասած, բառակապակցությունը միշտ լինի մեր հոգում, սրտում ու մեր ուղեղում ու ամեն ինչ անենք, որ մի օր
ամբողջական Հայաստան դառնա, ոչ թե արևելյան կամ արևմտյան։ Ես կարծում եմ, որ այս ներկայացումը պարտադիր դիտելու ներկայացում է եւ խորհելու ներկայացում է Եվ խորհելու եւ նաեւ անկեղծ ասեմ զվարճանքել կա այդտեղ, որովհետեւ ես այնպիսի դեպքերի միջով ենք բանը պատմի Սամվել ջան, այն քուրդ պապիկի ճիշտ ասած ուզում դա գախնիկ մնա, որ բայց կարող եմ ուրիշ պատմություն պատմել։ Այնքան եմ ծիծաղացել այդ դրվագի վրա, ներկայացման մեջ չկա Մարաշի բերդը ու վերանորոգում էր, թույլ չտվեցին։ Ասացին գախնի մի ձև մտնենք ու նկարենք, մեկ էլ պահակ եկավ, չգիտեմ, մեն տիպիկ թուրք, ատամները թափած, մազերը բիզ-բիզ, մի խոսքով հարցրեց մեր գիդին ովքեր են, մեր գիդն էլ պատասխանեց զուտ ծրելու համար, ասեց, գերմանացիներ են։ Վստահ լինելով մենք ընդհանրապես գերմանացու արտաքին չունենք, էդ էլ չի իմանա, էլի, որ ով է գերմանացին։ Մեկը այդ պապին սկսեց մաքուր գերմաներենով հետևից խոսել։ Մի կետ, փախանք, թռանք, որ յա, մեկու բառ ասել թռանք։ Շատ անսպասելի դեպքեր էր։ Շատ գրագետ պապիկ դուրս եկավ։ Բայց բացարձակ չենք սպասել, որ մաքուր գերմաներենով մեկը։ Որ Չինաստանցին եք չիներեն խոսել։ Երևի երկրորդ համաշխարհային պատերազմին կրվել է յաները։ Ու ասեմ, այդ տարածքները, չգիտեմ, 100 տարուց ավել հայ չի ապրում այնտեղ, բայց այդ էներգետիկան դեռ պահպանված է։ Դու չես կարող չզգալ, չես կարող չտեսնել, դա մեկ էլ արյունով ես ֆիքսում ու նկատում։ Սամվել Երանի քո աչքերին։ Եվ Երանի, եւ նաեւ շատ մեծ ցավ ես ապրում, որովհետեւ այն եկեղեցիները, բերդերը, հուշարձանները, այսինքն այդ ճարտարապետական գլուխգործոցները մեկ էլ ֆիքսում ես, քոնը չի թողել ես մեկին, որը բացարձակ չի էլ ընկալում սրա իմաստն ու նշանակությունը, կարևորությունը։ Մենք այդ խնդիրը միշտ ունեցել ենք ու առ այսօր էլ ունենք ու այն ինչ որ մենք ամեն օր կորցնում ենք, սկսած Արևմտյան Հայաստանից մինչև այսօր։ Մենք պիտի ինչ-որ մի բան անենք, որ դա այլևս տեղի չունենա, մենք պիտի այնպես անենք, Այս շատ կուզեի, որ մի բան ավելացնեմ էլի, կներեք, օրինակ ես մի քիչ մեծ եմ եւ հիշում եմ 60-ական, 70-ական թվականները սովետական միություն, 4 կողմը գորշություն, հա, սովետական ուրեմն այդ ամեն ինչը եւ ես այդ ժամանակներին այս ներքին իմ ամեն ինչը կապված արևմտյան Հայաստանի հետ գալիս է իմ պապուցս, որտեվ մի անգամ երբ որ պապուս ասեցի, երբ որ պիոներ էի, դեռ ասե պապիկ, ես սովետական Հայաստանի պիոներ եմ, բան ասեց բալես։ Այս Հայաստանը քո Հայաստանը չի, քո երկիրը այն սարից են կողմն այս Հայաստանի ղրերն է։ Ինչ եմ ուզում ասեմ։ Տեսեք ժամանակը, այն ժամանակ այդպիսի բաներ ասելը ինձ համար մեծ կրեատիվ էր։ Սովետական միության մեջ տենց բան ասելը եւ ընդհանրապես խոսք ու բան չէր կարող լինել։ Եվ 67 թվի հիշում եք այդ պատմական իրադարձություններից հետո, երբ որ 100-ամյակն էր Վարսի պայմանագրի այդ մեծ միտինգները 67 թվին որ եղան։ Դուք չեք հիշի, բայց մեծ միտինգներ էր եւ այլն այն ժամանակ չէր կարելի նույնիսկ խոսալ Թուրքիայի հողերի մասին, նույնիսկ չէր կարելի խոսալ գենոցիդի մասին, հա։ Բայց եւ ոչ մեկ չէր կարող պատկերացնել, որ 20 տարի հետո 80-ական թվականներին, հա, հայ ժողովուրդը նենց զավակներ կտա, որոնք գնացին, հա, գեդերով, մուրուկներով եւ ավտոմատներով, հասարակ ավտոմատներով մի նոր քանի 100 տարվա դեռ չպատահած հաղթանակ բերեցին մեզ։ Ինչ եմ ուզում ասել։ Ըստ ինձ ես համոզված եմ, որ այս իներտությունը հայ ժողովրդի բան է, այդպես չի։ Հայ ժողովուրդը այնպիսի մի հնարավորություն ունի, որ պետք եղած ժամանակ, պետք եղած տեղը այնպիսի պորտկում կտա իր մեջից, իր խորությունից, այնպիսի զավակներ ոտի կկանգնեն, որ ամեն ինչ կվերադառնա եւ Ղարաբաղը եւ Արևմտյան Հայաստանը։ Ես այնտեղ նաեւ իմ տատի պապի պատմություններն եմ պատմում, որոնք ծնվել են այնտեղ, ու դա ոչ թե իմ կոնկրետ տատի պապի պատմությունն է, դա ու
Փարքասու որ հանդիսատեսից շատ լսեցի, որ քեզ հետ եկանք, այդ ճանապարհներով անցանք, մեր պապիներին ու տատիներին հիշեցինք, ու այնտեղ ես ներկայացնում եմ պապիս պատմությունը, որ չգիտեմ 5 տարեկանում որբացած, մեծ եղբայրը աշխատում էր քրդի մոտ, քուրդը խնդրեց, եղբայրը խնդրեց քրդին, որ իր մոտ պահի, ու քուրդը ասել էր թող մնա, բայց գոմում, ու 5 տարի գոմից դուրս չէր եկել։ Մի խոսքով հետո որբանոց, հետո Հայաստան եկած, երկրորդ համաշխարհային պատերազմ մեկնած, այսինքն մարդ, որը չի ունեցել ոչ մի լիարժեք կյանք։ Ու այդ գերության մեջ Գերմանիայում այդ ինձ թվում է այդ հայի տեսակն է, ինչ ա բերել հետը, կուվալդ, մեծ մուրճ, որ գա տուն կառուցի։ Այսինքն մենք այսօր այդ նույն վիճակում ենք, բայց պիտի թեկուզ գերության մեջ, թեկուզ ամենանեղ վիճակում կառուցելու հայի այդ տեսակը բերենք առաջ։ Հայ մնալու ցանկությունը։ Մնալու, կառուցելու, սերունդ շարունակելու։ Ես շատ կուզեի, որ երիտասարդներ գային այս ներկայացմանը, որովհետև շատ հաճախ ես զգացել եմ ու նաև կամ կոնկրետ ինձ ասել են, որ մենք ես չգիտեի Արևմտյան Հայաստանը դա ինչ էր, բայց իմ մեջ մեկ էլ ասում արթնացավ դա։ Ու Ավստրալիայում մի շատ հետաքրքիր բան ասեցին, 20 տարեկան տղայր ասեց մենք Հայաստանի մասին գիտենք գրքերից, ծնողներից, բայց քո պատմություններից հետո ես հասկացա ու դա Հայաստանը մեզ համար ինչ որ գաղափար էր ուղղակի։ Բայց այս ներկայացումից հետո ես հասկացա, որ շատ շոշափելի, շատ իմը, շատ ու ես հարազատ, որ չի եղել Հայաստանում։ Ես կարծում եմ դու պետք է շատ շրջագայես այս ներկայացումով։ Աստված դա։ Այնտեղ որտեղ կա հայ, իսկ հայ կա ամենուր։ Ես ցանկանում եմ, որ բոլորը Ու գնան, նաև կուզեի ասել, որ որովհետև կարծես թե ես դեռ չեմ դիտել, չեմ վայելել, չեմ արտասվել, չեմ ծիծաղել, քեզ հետ միասին բեմում այս ներկայացումը չեմ դիտել, բայց ես վստահ եմ, որ այս ներկայացումը կարծես թե հայի հանրագիտարան է, այսպես փաստող։ Հայի ու ասեմ, որ թատրոնի լեզվով, ասված, այսինքն գիրք է, որ դու պարտավոր ես, այնպես որ 7-30-ին պատմում եմ ես, դա իրական դեպքեր են, որոնք եղել են այնտեղ, ու նաև ես վիդեոշարք ունեմ, որ հստակ, ասենք, քուրդ պապիկի մասին եմ պատմում ու ցույց եմ տալիս, որ հանդիսատեսը հստակ իմանա, որ իսկապես եղել է դա։ Եվ մոնոներկայացում, եւ դոկումենտալ ֆիլմ, եւ ինտերակտիվ ներկայացում։ Շատ կրեատիվ ֆորմատ է ընտրել։ Նոր ֆորմատ։ Շատ կրեատիվ ֆորմատ է ընտրված, այսինքն ինքը պատմում է, հետո մի պահ ուրեմն կողք է գնում եւ պատմածի փաստերը բացվարական փուչուր բաներով մտնում են, հետո նորից պատմում է, հետո նորից փաստերը եւ ամենա ինձ համար օրինակ, որ նայում էի, երբ որ մհերի դուրն է թակում։ Այդտեղ ես շատ էմոցիոնալ կտոր է եւ գիտեք ինչի է ներկայացում է ինձ համար գոնե հրաշալի եւ genius ներկայացում է, Սամվելի ներկայացումը, որտեղ մեխանիզմը, ներքին ստրուկտուրը իմ սիրված եւ իմ ներկայացումների խաթաբալադայի, մեակուլպայի, բոլորի ներքին ուրեմն այդ տեմպորիթմի շարժը ունեն։ Ծիծաղ, մտորում, ծիծաղ, լաց, ծիծար, հուզում, հա, հուզմունք։ Եվ այդ այսպեսի ասած շարժումից հոգիդ շարժվում է, տեղաշարժ է լինում, հուզվում ես եւ իրոք Սամվելը ասաց, որ շատ կուզեինք երիտասարդները, որ գային նայեին այս ներկայացումը, որտեղ մենք մեծերս գիտենք այդ պատմությունը։ То есть գիտենք որն է, մենք մեր մեջ լիքն է դա։ Ես շատ կուզեի, որ երիտասարդները գային, նայեին, փաստելով, իրանց գալով, իրանց այդ քայլը անելով դեպի թատրոն, դեպի այս ներկայացում, փաստեին մեզ բոլորիս, չգիտեմ, այս ներկայացմանը, ինչ որ մի գաղափարի, որ մեր հայ տեսակը, հայ կոդը դեռ շնչում է եւ այնպիսի ծիլ է տալու, այնպիսի մի ծիլ է տալու մեծ ծառ ժամանակին։ Ուղղակի պետք է համբերություն ունենանք, սպասենք այդ օրվանը։ Եվ այդ օրը նաև ասեմ, որ ավելորդ պաթետիզմ չկա այստեղ։ Ընդհանրապես հուշում է, թե դու ով ես, քո տեսակը ինչ է ու ինչի ես միտված, ինչ պիտի դառնաս։ Ոչ մենք ամենալավն ենք, չէ, ոչ էլ ո։
հստակ մարդկային պատմություն, Այն, ինչ կա, մարդու մասին, իրականությունը։ այո, մեր մասին, բոլորիս մասին, դե ոնց ինչ ենք ու ինչ ոնց կուզենք մեզ տեսնել։ Ու երբ որ տեսնենք այն ձևով, որ մենք իսկապես կանք, ամեն ինչ ընկնելու է տեղը վստահ։ Այստեղ ավելացնելով քեզ, քանի որ դու չես տեսել Այո, ներկայացումը։ Ես տեսել եմ։ Այդ որ ասում ես, այ հենց ներկայացման կրեատիվությունը եւ հուզող ուժը նրանում է կանում, որ դու հասարակ առանց պաթետիզմի, նորմալ, մարդկային, ասենք ոնց որ այսպես խոսակցությունով պատմում ես այնպիսի բաներ, իսկ պաթետիզմը եւ այդ մտորումը դրա մասին արդեն ծնվում է իմ մեջ, հանդիսատեսի մեջ։ Դու հասարակ պատմում ես, իսկ իմ մեջ արդեն դա ծնվում է։ Եվ հուզում եւ շարժում շատ չեմ համբերում, արդեն ես ինքս երբ եմ վայելելու ներկայացումը, առաջարկում եմ անպայման այս պահից սկսած տոմսերը գնել թիքետ-միքետից, որտեղ է տեղի ունենալու ներկայացումը, որ դարիճում ապրիլի 25-ին 7-30 Իմիջիայլոց շատ այնպես մի երջանիկ բան ստացվեց, համընկավ ապրիլի 24-ի հետ, հա, ոչ այնքան գենոցիդի բանի հետ կապված, այլ փաստի հետ։ Այո, 110-ամյակին ընդառաջ։ Այո, ընդառաջ։ Ապրիլի 25-ին Գլենդելում Presbyterian Church, դա Harvard Louis Խաչմերուկի վրա։ Այո, եկեղեցում այդտեղ է տեղի ունենալու 7-30։ Հրաշալի դահլիճ է եւ ամենակարևորը հրաշալի Ալեքսից էլ լավ ձայնային եւ վիդեո ակուստիկա ունի, այսինքն հանդիսատեսը լրիվ այդ վիդեոյով, ֆիլմերով եւ Սամվելի շատ համապատասխան դահլիճ է։ Կխորասուզվի այդ ամբիանսի մեջ, այդ ատմոսֆերայի։ Միասին գնալու ենք Արևմտյան Հայաստան։ Այո, եկեք միասին գնանք Արևմտյան Հայաստան, տեղափոխվենք 8000 կիլոմետր։ Այո, այն կողմ, այդպես էլ կոչվում է ներկայացումը, չէ՞, 8000 կիլոմետր Արևմտյան Հայաստանով վերադարձ դեպի տուն Սամվել Թոփալյանի հետ միասին, հրաշալի Արմեն Համբարձումյանի այսպես թեթև ձեռքով, հա, հայտնվեց ներկայացումը Միացյալ Նահանգներում, այնպես որ բաց մի թողեք այդ հնարավորությունը, գնեք անպայման տոմսերը։ Ես ակնկալում եմ, որ այդ օրը ոտնկայս շատ մեծ լսարան է լինելու։ Ես այդպես եմ ցանկանում։ Շնորհակալ եմ, որ այսօր իմ հյուրն եք, ես ձեզ ամենալավն եմ մաղթում, միշտ սպասում եմ հետաքրքիր գաղափարներով իմ տաղավարում եւ իհարկե եթե ունեք ինչ-որ մի բան ավելացնելու, խնդրեմ։ Ուղղակի կուզենայի նշել, որ այս անգամվա Սամվելի Միացյալ Նահանգների ուրեմն գաստրոլները ոչ միայն այս ներկայացում են պայմանավորված, նաև Գորսուջյանի հետ նրանք ունեն մի ներկայացում, որտեղ ինքը կարծում է հայ մեծ բանաստեղծների ոտանավորները, իսկ Գորը Սուջյան դա երբ է լինելու։ Դա լինելու է մարտի 4-ին։ Մարտի 4-ին։ 4-ին։ Երևի մինչև այդ էլի կհասնենք գակից մոտ։ Պասադենայի ուրեմն AGB-ու դալիճում եւ նաեւ լինելու է մայիսի 8-ին արդեն Գորը առանձին իր one man show, one man band մարդ նվագախումբ իր համերգը կտա։ Մի խոսքով հետևեք սոցցանցերում տեղադրված են գովազդները, հետաքրքիր միջոցառումները շատ կարևոր են, բաց մի թողեք, տոմսերը գնեք եւ անպայման այցելեք։ Բարձրակարգ գաստրոլներ, բարձրակարգ ներկայացումներ, բարձրակարգ կոնցերտներ, մենք մեկ տարի առաջ նաեւ Ֆորշի Երևանյան մի հատ երեկո ստեղծեցինք Լոս Անջելեսում։ Մենք աշխատում ենք միայն բարձրակարգ ներկայացումներ, համերգներ ներկայացնել մեր Լոս Անջելեսի ուրեմն հանդիսատեսին։ Այո, դրա համար հենց որ ձեզ հետ խոսում եմ, զանգահարում եք կամ ես եմ ձեզ զանգահարում, արդեն գիտեմ, որ հրաշալի մի ներկայացում է սպասվում, այնպես որ միշտ սպասում եմ ձեզ իմ տեսակետի տաղավարում, շատ ուրախ եմ Սամվել ջան կրկին քեզ հանդիպել, քեզ մաղթում եմ, որպեսզի դու այս ներկայացումը ամբողջ հայությանը հասանելի դարձրես, ամբողջ աշխարհով շրջագայես։ Աստված ձայնդ լսի։ Կհանդիպենք ամսի 25-ին եւ իհարկե շնորհակալություն Levon Travel-ին, որ հնարավորություն տվեց այս հրաշալի ներկայացումը Միացյալ Նահանգներում։ Շնորհակալություն Կարպիս Տիտիզյանին։ Այո, այո։
Եթերում տեսակետներ անպայման կհանդիպենք։ Հյուրանոցի առջև կանգնած ծխում եմ եկեք տեսնեմ հայոց երագույնը Թուրքիայում։ Շատ ազնիվ էր, շատ ճշմարիտ էր։ Հրաշալի տեքստ, հրաշալի կատարում։ Կարելի ասել ես բացեցի դռները ու հայտնվեցի իմ սենյակում։ Մի ժամը շատ քիչ էր, որ կարողանա 8000 կիլոմետրի էմոցիաները փոխանցի մեզ։ Տատիս ում աչքի առաջ ողջ թաղել էին հորը։ Ում մայրը տատիս տվել էր մի քրդի, որ չիմանային այ աչք։ Որովհետև բոլորս ունենք նույն պատմությունը, բոլորս ունենք նույն տատը, նույն պապը։ Ներկայացում է, որ պետք է անպայման գտնել։ Ես պիտի քայլեի այդ ճամփեքով։ Ու երևի ես պիտի դառնայի գոնե տատիս համար այն կռունկը, որ պիտի լուր բերեր հայրենիքին։ 8000 կիլոմետր արևմտյան Հայաստանով, ապրիլի 25-ին Գլենդելի պրեսբիթերյան եկեղեցու սրահում, հասցեն Հարվարդ Լյուիս Խաչմերուկ։ Եկեք պատմեմ ձեզ աչքովս տեսածը։ Եկեք տանեմ ձեզ մեր երգիր։